Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստան պարտադրված այդ ստրկամտությունը հետևողականորեն գցում է ժողովրդի գրպանը ոչ միայն պատասխանատվությունից խուսափելու համար։ Իրականում նա ցանկանում է ստեղծել այնպիսի մի պատրանք, որ այդ գաղափարախոսության ձևավորողը հենց ժողովուրդն է։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ դեմ կգնան իրական Հայաստան այդ այսպես ասած գաղափարախոսությանը, դեմ են գնալու ժողովրդին։ Խորհրդային տարիներին գործում էր ընդամենը մեկ գաղափարախոսություն, որը ներկայացվում էր իբրև ժողովրդի ցանկությունների մի հանրագումար եւ ծառայում էր այն ժամանակ կոչվում էր բանվորագյուղացիական դասակարգին։ Եվ ցանկացած մարդ, ով դեմ կարտահայտվեր կամ փոքրինչ կշեղվեր այդ գաղափարախոսությունից, ստալինյան ժամանակներում հռչակվում էր ժողովրդի թշնամի եւ կամ գնդակահարվում էր, կամ բանտարկվում, կամ աքսորվում, կախված այդ շեղման աստիճանից եւ շեղվողի անձի կարեւորությունից։ Շատ հաճախ կոմունիստական իշխանության վերնախավը նշանակում էր հենց այդ ժողովրդի թշնամուն, կախված նրա, ելի եմ շեշտում, իրենց համար վտանգավորության աստիճանից եւ ենթարկվում մահապատժի։ Եվ այդպիսով խորհրդային միության ժամանակներում այդ գաղափարախոսության արդյունքում, քանի որ ոչնչացվեց հանրության ողջ էլիտան, ձևավորվեց այնպիսի մի ճակերտների մեջ ասված բանվորագյուղացիական դասակարգ, որոնք պատրաստ էին հոշոտել բոլորին, ով ենթադրենք կասկածի տակ կդներ Ստալինի բեղերի գեղեցկությունը։ Նույն բանն է նաև այսօր։ Իրական Հայաստանը, որը վաղը սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստանալու է սահմանադրական կարգավիճակ, այսինքն ներառվելու է մայր աթոռում եւ հրամցվելու է որպես ժողովրդի գաղափարախոսություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի մոգոնած այդ ապազգային գաղափարախոսությունը ստանալու է օրենքի ուժ եւ բոլոր նրանք, ովքեր դեմ կարտահայտվեն իրական Հայաստան գաղափարախոսությանը, Նիկոլ Փաշինյանի կողմից կհռչակվեն ժողովրդի թշնամիներ եւ բնականաբար կդատվեն որպես սահմանադրախախտ։ Իրական Հայաստան այդ գաղափարախոսությունը իրականում որևէ աղերս չունի մեր պետական շահի հետ։ Այն զուրկ է ազգային արժեքներից եւ ընդամենը միտված է սպառողական մի զանգված կերտելուն, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին խորհրդային տարիներին այդ բանվորագյուղացիական դասակարգն էր։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը ձգտում է իրեն հավատացողների կողմից ստեղծել մի այնպիսի ֆանատիկների ամբողջություն, որոնք պատրաստ են հարձակվել բոլորի վրա առանց գիտակցելու եւ առանց հաշիվ տալու, թե որն է իրենց քայլերի նպատակը։ Այսինքն ստեղծել մի այնպիսի ֆանատների ամբողջություն, որոնք հլու հնազանդ կենթարկվեն Նիկոլ Փաշինյանի կամքին։ Ժամանակին Հիտլերը այդ առումով ասում էր, որ միայն ֆանատիկների հասարակությունն է հեշտ կառավարելի։ Այսօր տեղի է ունենում, ելի եմ շեշտում, նույն բանը։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը եւ այդ իշխանություններին սպասարկող արբանյակ ուժերը հետևողականորեն վարկաբեկում, հարձակվում, վիրավորում եւ բառից բուն իմաստով հոշոտում են նրանց, որոնք ոչ միայն կամ ոչ էլ նույնիսկ դեմ են արտահայտվում այդ իրական Հայաստան կոչվող գաղափարախոսությանը, այլ ենթադրենք պարզում են Արցախի դրոշը, պատկերում են Արարատ լեռը, խոսում են հայոց ցեղասպանությունից, խոսում են ազգային արժեքներից, ենթադրենք որևէ մեկը ատում է թուրքին կամ ինչ-որ մի ադրբեջանցու, ապա այդ մարդիկ ամբողջությամբ այդ իրական Հայաստան գաղափարախոսության կերտման ջատագովների կողմից ենթարկվում են բառից բուն իմաստով
հոշոտման։ Իհարկե այսօր կամ դեռևս չկա գնդակահարություն, սակայն Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնում է հասարակության պառակտմանը, հետևողականորեն տարածում է ատելության եւ թշնամանքի մթնոլորտ միայն ու միայն մեկ նպատակով, որպեսի հնարավորինս չափ կառավարելի դարձնի հասարակությանը, որովհետեւ որքան հասարակությունը պառակտված է, որքան ատում են տարբեր շերտեր միմյանց, որքան թշնամությունը գերիշխում է թշնամության մթնոլորտը գերիշխում է տվյալ հասարակությունում, այդքան այդ հասարակությունը դառնում է առավել կառավարելի։ Բերենք մի օրինակ թեկուս այն գործընթացից, որը տեղի է ունենում հենց այսօր։ Կառավարության որոշմամբ Հայաստան մուտքի եւ ելքի կնիքների վրայից հանվել է Արարատ լեռան պատկերը։ Այս իշխանությունները առանց որևէ հիմնավորման պարզապես վիրավորում ու հարձակվում են բոլոր նրանց, ովքեր որ դեմ են արտահայտվում այս գործընթացին, ովքեր որ քննադատում են Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանվելուն։ Էլի եմ շեշտում, իշխանությունների կողմից չի տրվում ոչ մի հիմնավորում, չի բերվում ոչ մի պատճառաբանություն, չի արվում ոչ մի բացատրություն, միայն վիրավորանք եւ հարձակումներ։ Իսկ իրականում Արարատ լեռան պատկերը կնիքի վրայից հանելը պետք է դիտարկել ամբողջության մեջ, դա առանձին մի մասնիկ չէ, այլ հանրագումարն է այն ողջ գործընթացի, որը այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը դեռևս տարիներ առաջ կեղծ հակադրություն դրեց Արարատ լեռան եւ Արագած լեռան միջև եւ Արարատ լեռը փորձեց օտարել հայ ազգի հիշողությունից, հայ ազգի երազանքներից եւ առհասարակ հայ ժողովրդի մտքից։ Հենց այդ օրը դրվեց այն հիմքերը, որոնց պտուղները մենք քաղում ենք այսօր, որովհետև դրան հաջորդեց կառավարության շենքից ընդհանրապես Արարատ լեռան նկարների ջնջումը, որին փոխարինեց Արագած լեռը։ Իրականում Նիկոլ Փաշինյանը դեռևս այն ժամանակ դիմեց մանիպուլյացիաների, փորձելով Արագած լեռը ներկայացնել մի սար, որին հայ ժողովուրդը որևէ ուշադրություն չի դարձնում, սակայն նման բան իրականում գոյություն չուներ։ Իրականում որևէ մարդու մտքով չէր անցնում Արարատ եւ Արագած սարերի միջև դնել որևէ հակադրություն կամ նրանց միջև առաջացնել ինչ-որ կեղծ մրցակցություն, ինչի արդյունքում էլ պետք է պարզվեր, թե մենք որ լեռանն ենք ավելի գերադասում, որն ենք ավելի շատ սիրում։ Ոչ, մենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մեր ազգային արժեքներին Հայաստանի Հանրապետության հայրենիքի բոլոր տարածքներին մոտենում ենք հավասար։ Մենք տարբերություններ չենք դնում այս կամ այն արժեքների միջև եւ որևէ մրցակցություն նրանց միջև չենք առաջացնում։ Բերենք մեկ այլ օրինակ եւս, ինչը մատնանշում է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է ամբողջական բռնատիրության, որը ոչ միայն բռնատիրություն է, այլ նույնիսկ ֆաշիզմ։ Նիկոլ Փաշինյանը արդեն հավակնում է խմբագրել, ենթադրենք պիեսները, գեղարվեստական ստեղծագործությունները։ Օրերս նա Բյուրականում մասնակցեց այդ ցանկապատ բեմականությանը, ճիշտ ասած ես չեմ տեսել այդ բեմականությունը, սակայն հարցը դա չէ։ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց եւ այնուհետեւ տեղի ունեցավ մի աննախադեպ երևույթ, երբ նա որոշեց պարզապես խմբագրել այն։ Ներկայացումից հետո նա պարզապես դիսկուրսի մեջ մտավ արտիստների հետ, փորձեց իրական գաղափարախոսություն, այդ տխմարաբանությունը կարել այդ բեմականության վրա։ Ես էլ եմ ասում, ես չեմ դիտել, չգիտեմ այն ինչի մասին է, սակայն նոնսենս է, երբ որ հանդիսատես է, իսկ տվյալ պահին Նիկոլ Փաշինյանը հանդիսատես էր, այնուհետև փորձում է իր մտքերը տեղավորել այնտեղ։ Բնականաբար որոշ արտիստների կողմից արժանացավ քծնանքի մոտեցումների, բայց խնդիրը ամենևին դա չէ։ Քծնողներ միշտ են եղել, կան ու կլինեն։ Խնդիրը այն է, որ հիմքը դրվեց հերթական մի ողբերգության, այն է գրաքննության պաշտոնապես հաստատմանը։ Այսուհետև Նիկոլ Փաշինյանը հավակնելու է խմբագրել, սրբագրել եւ իր
գաղափարները ներդնել ցանկացած որևէ գեղարվեստական ստեղծագործությունում կամ բեմադրությունում կամ որևէ պիեսում եւ այլն եւ այլն։ Նման բան տեղի էր ունենում խորհրդային ժամանակներում, երբ թատրոնները, ֆիլմերը, գրքերը եւ այլն ենթարկվում էին ուղիղ գրաքննության եւ մինչեւ չէր լինում կենտկոմի թույլտվությունը, որևէ պիես չէր բեմադրվում, որևէ ֆիլմ չէր հեռարձակվում եւ որևէ գիրք չէր տպագրվում։ Նիկոլ Փաշինյանը այսօր վերականգնում է այսպես ասած կենտկոմը։ Քանի որ մեջ բերեցինք Հիտլերին, թերևս ավարտենք նաեւ Հիտլերի մեկ այլ ասածով։ Հիտլերը ասում էր, որ ես ունեմ երկու ճանապարհ, կամ կհաջողեմ եւ իմ անունը ընդմիշտ կփառաբանվի պատմության էջերում, կամ կտապալվեմ եւ կդատապարտվեմ եւ կարժանանամ անեծքների։ Հիտլերի պարագայում իհարկե իրականացավ երկրորդ տարբերակը։ Բայց ինչու են կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես չպետք է արժանանա հենց այդ ճանապարհին, որովհետև Նիկոլ Փաշինյանը նույնպես գնում է վաբանկ, նույնպես գնում է երկու ուղղությամբ, կամ նա ոչնչացնելով մեր ազգային արժեքները կհասնի ամբողջական հաղթանակի, սակայն այդ պարագայում հայ ազգը կվերածվի, հայ հասարակությունը կվերածվի մի անդեմ զանգվածի, կամ Նիկոլ Փաշինյանը կտապալվի եւ հավիտյանս կարժանանա անեծքների։ Եթե Հիտլերը ընթացել է երկրորդ տարբերակով, այսինքն Հիտլերի պարագայում իրականացել է երկրորդ տարբերակը, ելի եմ շեշտում, ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը ավելի հաջողակ գտնվի նրանից, ով Փաշինյանից հազարապատիկ անգամ ավելի խելացի էր ու հազարապատիկ անգամ ավելի քաղաքական կշռով։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։